հայրենակիցներ, սիրելի թիմակիցներ, համախոհներ, տիկնայք և պարոնայք։ Այս իշխանության կառավարման 8 տարիների ընթացքում մենք ունեցանք պատերազմ, պարտություն, զոհեր, ավերածություններ, խայտառակություն, դավաճանություն, թալան։ Սրանք դավադրաբար հանձնեցին Արցախը ու գոյաբանական խնդիրներ են առաջացրել Հայաստանի համար, քանզի այլ բանի ունակ չեն։ Եթե նույնիսկ ցանկանան, չեն կարողանա դրական արդյունքներ ապահովել, որովհետև պարտված, Ալիևի կողմից նվաստացված, աշխարհաքաղաքական պատանդի կարգավիճակում հայտնված իշխանության պարագլուխը դատապարտված է պարտության, իր հետ պարտության տանելով մեր երկիրն ու մեր ժողովրդին։ Սա ստի ու կեղծիքի, դեմագոգիայի ու պոպուլիզմի իշխանություն է։ Արագաչափերի, տեսախցիկների, շահումով խաղերի, վարկային բեռի, 50-50 փայ մտնելու մերժումով իշխանության եկածները հակառակն արեցին ու ժողովրդի հետ փայ մտան 100-0 տարբերակով, մեկից կյանքը խլելով, մյուսից տունը, երրորդից բիզնեսը, իսկ բոլորիցս մեր պետականությունը։ Սիրելի ժողովուրդ, այսօր մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք։ Վտանգված է Հայաստանի ապագան։ Դա առավելապես սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված, օրվա պարտված իշխանության վարած քաղաքականությամբ։ Հայաստանի վերացման օբյեկտիվ նախադրյալները գրեթե զրոյական են։ Մենք համոզված ենք, որ կա հնարավորություն իրական անվտանգություն և երաշխավորված խաղաղություն ապահովելու համար։ Թող չվախեցնեն մեր ժողովրդին պատերազմով ու նոր զոհերով։ Պատերազմն ու զոհերն իրենք են բերել ու բերելու։ Մեր բերելիքը իրական ու երաշխավորված խաղաղությունն է լինելու։ Ամոթ է, որ այս իշխանությունն այսքան մնացել է։ Սա քաղաքագիտական նոնսենս է։ Հիշեցնեմ, որ պարտված Գամսախուրդյան Վրաստանում պահպանեց իր իշխանությունն ընդամենը 6 ամիս։ Նույն Վրաստանում պարտված Սահակաշվիլուն հեռացրեցին իշխանությունից։ Պարտված Էլչիբեյը, մեզանից պարտված Էլչիբեյը Ադրբեջանում իշխանության մնաց 9 ամիս։ Սրանք, այս մեր տեղական Էլչիբեյները, դեռևս մնացել են, և սա մեր ամոթն է ու խարանը։ Մենք պետք է փոփոխության ենթարկենք այս ամեն ինչը։ Կամ պատմական նաև այլ օրինակներ, ես դրանք չեմ ուզում հիմա ներկայացնել, ուղղակի նոնսենս է, որ սրանք դեռևս մնացել են, բայց բացառություն Հայաստանը չի կազմել ու չի կազմելու։ Այս տարվա հունիսի 7-ին միասնաբար բոլորովս պետք է փակենք խայտառակության ու պարտության էջը։ Հարգելի հայրենակիցներ, առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևորագույն նշանակություն են ունենալու։ Մեր երկիրը կարիք ունի նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր էջի։ Սրանք առաջարկում են թուրք-ադրբեջանական օրակարգով խաղաղություն, որն արցախյան սցենարի կրկնություն է նախատեսում։ Մենք սրանց բերած գերեզմանային խաղաղության փոխարեն ապահովելու ենք իրական ու երաշխավորված խաղաղություն։ Դա հնարավոր է տնտեսության զարգացմամբ, մեր բանակի վերականգնմամբ, բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատմամբ, հանդարտության մեջ արհեստականորեն ներմուծված ատելության մթնոլորտի վերացմամբ, նկատի ունեմ հասարակական հանդարտության մեջ։ Դրսից թելադրվող և վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքերով կյանքի կոչվող օրակարգին մենք հակադրում ենք հայկական օրակարգը։
Այժմ առաջիկա ընտրությունների եւ Մայր Հայաստանի մասնակցության ձևաչափի մասին։ Գիտեմ, որ շատերը կոնկրետ պատասխաններ են ուզում լսել, մենք հենց դրա համար են նաեւ հավաքվել ենք։ Այս ընտրություններին պետք է մոտենալ որպես Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության պահպանման հանրաքվեի։ Բոլորս պատասխանելու ենք հետևյալ պարզ ու միաժամանակ բարդ հարցերին։ Առաջին, ուզում ենք լինի Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան։ Երկրորդ, ուզում ենք երաշխավորված խաղաղություն, թե Ալիևի կամքից կախված ժամանակավոր կամ շոու հրադադար։ Եվ երրորդ, ուզում ենք աղքատության հաղթահարում հանրության լայն շերտերի, թե իշխող նեղ խմբի գրպաններում։ Այս տարին պետք է դառնա գործող վարչախմբի հեռացման տարի։ Պարտության խորհրդանիշը պետք է հեռացվի, որպեսզի մեր երկիրը շունչ քաշի, մեջքն ուղղի ու կյանք ստանա։ Ամեն մի քաղաքացու քվեից է կախված լինելու մեր երկրի ապագան։ Տանը մնալը, պասիվանալը, հիասթափվելը դասալքությանը հավասար բան է։ Մենք դասալիկ չենք, ու դա պետք է ապացուցենք այս տարվա հունիսի 7-ին։ Մայր Հայաստանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին եւ իր կարևոր դերակատարումն է ունենալու իշխանափոխության գործում, ստանձնելով համախմբողի մերանի ֆունկցիան։ Մենք ստեղծման օրվանից մասնակցել ենք համապետական ու քաղաքական նշանակություն ունեցող տեղական ընտրություններին, այդ թվում Երևանում։ Բոլոր տեղերում էլ դրական արդյունք ենք ապահովել եւ խորհրդարանական ընտրություններում անցողիկության խնդիր չունենք։ Սակայն մեր նպատակը ոչ թե ֆրակցիոն մանդատներ ստանալն է, այլ իշխանափոխության հասնելը եւ պարտությունների էջը փակելը։ Իսկ դա նշանակում է, որ մի կողմ պետք է դնել հատվածական շահը եւ օրինակ ծառայել մյուսների համար։ Մենք այդպես էլ անում ենք։ Հարգելի քաղաքացիներ, իդեալականն այն կլիներ, որ ընդդիմադիր ուժերն այս ընտրություններին մասնակցեին մեկ միասնական ճակատով։ Դա նաև հանրային պահանջ է։ Քաղաքական դաշտի բոլոր դերակատարներն էլ գիտեն, որ Մայր Հայաստանը ներդրել է իր ջանքերը, որպեսզի միասնականության գաղափարը կյանքի կոչվի։ Սակայն ոչ մեր մեղքով այդ ամենը տեղի չունեցավ։ Կրկնում եմ, քաղաքական դաշտի բոլոր դերակատարները տեղյակ են Մայր Հայաստանի հրապարակային եւ կուլիսային գործունեությունից եւ կարող են փաստել ու վկայել, որ մենք ամեն ինչ արել ենք, որ մեկ միասնական ճակատ լինի։ Սակայն մի փոքր այլ process-ներ են տեղի ունեցել, բայց մենք դրանից ողբերգություն չենք սարքում։ Մենք գիտենք, որ այս իշխանությունները շատ ցածր վականիշ ունեն եւ մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով այդուհանդերձ հեռացնելու ենք այս վարչախմբին։ Հիմա մենք ելնում ենք այլ մեկնակետից, փորձելով ամեն դեպքում առավելագույն համախմբում ապահովել։ Ինչ վերաբերում է ընտրության մասնակցության կոնկրետ մեր Մայր Հայաստանի ձևաչափին, ապա Մայր Հայաստանը քննարկումների եւ երկխոսության արդյունքում դրական գնահատելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած եւ արդեն իսկ հանրության տարբեր շերտերի կողմից հավանության արժանացած առաջարկ Հայաստանին ծրագիրը խորհրդարանական ընտրությունների մասնակցելու է հենց այդ ծրագրով Բարգավաճ Հայաստանի հետ միասնաբար։ Առաջարկ Հայաստանին ծրագիրն առանձնանում է նրանով, որ գրվում է ոչ թե կաբինետներում, այլ դրան մասնակցում են հանրության տարբեր հատվածներ
երիտասարդներն ու բիզնեսի ներկայացուցիչներ, ուսուցիչներ ու բժիշկներ, քաղաքաբնակներ ու գյուղաբնակներ։ Ծրագիրը այդ առումով դառնում է ժողովրդական, քանի որ շարքային քաղաքացիները կամ խնդիրների մասին են բարձրաձայնում, կամ կոնկրետ առաջարկներով հանդես գալիս, եւ նրանց ձայնը լսելի է դառնում։ Եթե սրան ավելացնում ենք նաև մասնագիտական շրջանակների ներգրավվածությունը, ապա առաջարկ Հայաստանին ծրագիրը դառնում է իշխանությունների առաջարկածի թիվ 1 այլընտրանքը։ Մայր Հայաստանն իր գաղափարներով ու լուծումներով հարստացնելու է առաջարկ Հայաստանին ծրագիրը, դառնալով համահեղինակ։ Առաջիկայում մենք ոլորտ առ ոլորտ կներկայացնենք մեր առաջարկները, անցնելով քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, բակից բակ, տնից տուն։ Ընտրություններով ԲՀԿ-ի հետ միասնաբար հանդես գալն ուղերձ է այն մասին, որ ձևավորվում է ուժային կենտրոն, որը թիմային ու ծրագրային լուրջ այլընտրանք է իշխանությանը եւ հավակնում է պետության կառավարման ղեկը ստանձնելուն։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ի ընտրություններում ամեն մի քվեն հսկայական նշանակություն ունի։ Հետևաբար չի կարելի թույլ տալ քվեների փոշիացում, բայց մյուս կողմից էլ չի կարելի փակել համախմբման դուռը, փոխարենն առաջարկելով դուք մի կողմ քաշվեք ու մեզ մի խանգարեք ձևակերպումը։ Չի կարելի գործող մենաշնորհը նոր մենաշնորհով փոխարինել։ Ամեն մի քաղաքական միավոր պետք է իմանա, որ ինքն անտեսված չէ ու կարող է իր գիտելիքներով, ողջամիտ հավակնություններով ու թիմով օգուտ բերել ընդհանուր գործին, նոր իշխանության ձևավորմանը։ Սա է առողջ տարբերակը, այլ պատկերացում մենք չունենք։ Մեր դռները բաց են բոլոր առողջ ուժերի համար ու մինչև վերջ բաց են լինելու։ Բոլորն էլ պետք է դրսևորվելու հնարավորություն ստանան եւ մասնակցեն փոփոխությանը։ Անհրաժեշտ է սեփական օրակարգը թելադրել օրվա իշխանությանը, տեղափոխելով այնտեղ, որտեղ իրենք թույլ են։ Դա բովանդակային բանավեճն է, պրոֆեսիոնալիզմը, ծրագրային մրցակցությունը, առաջնորդության նոր որակը։ Այս իշխանության այլընտրանքը մարդկային, մասնագիտական, բարոյական որակներն են։ Առաջարկ Հայաստանին ծրագիրն այն հենքն է, որի շուրջ պետք է ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի հանրությունը տեսնի, որ կա ծրագիր, կա թիմ, կա համախմբում եւ հավատա իր ուժերին ու անպայման մասնակցի ընտրություններին, գնա ընտրատեղամաս եւ իր իրավունքն ու պարտականությունը իրացնի։ Մենք ամեն ինչ կանենք, որ ընդդիմադիր դաշտը հանդես գա իշխանափոխության միասնական օրակարգով եւ այդ օրակարգի սպասարկմանը միտված միասնական գործողություններով։ Եթե բոլորս քաղաքական մեկ թիրախ ունենանք, միմյանց դեմ քայլեր չիրականացնենք, ապա այս հոգավորի երգը երգվելու է, այդպես չէ։ Շնորհակալություն։ Հարգելի թիմակիցներ, առջևում հսկայական աշխատանք կա անելու։ Բոլորս միասին, իրար թիկուն կանգնելով, պետք է փոխենք այս իրականությունը։ Մեր հակառակորդը ոչ այնքան այս իշխանությունն է, որքան անտարբերությունը, հիասթափությունը, հուսալքությունը, ապաթիան, անհավատությունը։ Հենց որ այս ամեն ինչը մենք հաղթահարենք, վստահեցնում եմ ձեզ, իշխանափոխությունը կդառնա զուտ տեխնիկայի խնդիր։ Կասկած չունեմ, որ մենք հասնելու ենք փոփոխությունների։ Իշխանափոխությունը
եւս մեկ բան է նշանակում։ Սա ուզում եմ բոլորս մեզ համար մեր ներսում պահենք։ Իշխանափոխությունը ոչ միայն ազգային անվտանգության ապահովման, այլ նաև մեր բոլորիս յուրաքանչյուրի ամեն մեկի առանձին վերցրած արժանապատվության հարցն է։ Մենք այսպես երկար թույլ չենք կարող տալ այս անարժանապատիվ խայտառակ իշխանությանը։ Մենք ուրեմն մեր արժանապատվության հարցը պետք է համարենք նաև թե ընտրության մասնակցելը, թե իշխանափոխություն իրականացնելը։ Մեզ սազական չէ խեղճ ու կրակ, ծուռ վզով, պարտության դեմքով աշխարհին ներկայանալը։ Մեզ փոփոխություններ են պետք եւ մենք միասին կարող ենք հասնել այդ փոփոխություններին։ Հիմա ուղիղ դիմում եմ մեր քաղաքացիներին։ Սիրելի քաղաքացի, անձամբ քեզ եմ դիմում։ Միացիր մեզ, միացիր մեր պայքարին, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Շատ շնորհակալություն ժողովուրդ ջան, ի գործ եւ պայքարը շարունակում ենք միասնական ջանքերով։ Շնորհակալություն։